Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ հիմա արդեն հերթը Մոնցային ու Մանչեսթեր Սիթին է միմյանց ուժերը չափելու համար թիմերը խաղադաշտում են, եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին ու սկսենք Մոնցայից ում դարպասը պաշտպանում է Արտուր Հովանեսյանը համար 1, Վենետիկ Չոկանդարյան համար 5, Գուրգեն Մնացականյանը համար 7, Արտաշ Ղազարյան համար 8, Մխիթար Ավետիսյան համար 9, Մուսա Ալեքսանյան համար 10, Ռաֆիկ Գևորգյան համար 13, Արշալույս Պապոյան համար 14, Ռաֆայել Ավակյան համար 15 եւ Գագիկ Մանուչարյան համար 22։ Մանչեսթեր Սիթի Վայե Մուրադյանը պաշտպանում է դարպասը համար 1, Ռոբերտ Խլկացյան համար 4, Արտաշես Արաքելյան համար 5, Անատոլի Գաբրիելյան համար 7, ով նաեւ թիմի ավագն է, Ալեն Սիմոնյան համար 9, Գարիկ Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14, Գերա Կոստենկով համար 17, Ռաֆայել Ղարիբյան համար 19, Արտուր Ալավերդյան համար 44 եւ Նարեկ Սարգսյան համար 77։ Մեկնարկել է հանդիպումը Գնդակով Սիթի ֆուտբոլիստներն են, շատ կարևոր հանդիպում է այս հանդիպումը առաջին հերթին Մանչեսթեր Սիթի համար, ով մրցաշարային ակուսակի 6-ին հորիզոնականում է գտնվում ու պայքարը այնտեղ շատ թեժ է իհարկե լավագույն քարյակում լինելու համար ու հերթական 3 միավորին հասնելու համար Մոնցան նույնպես ունի լուծելու խնդիրներ այսօր։ Հիմա ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակը Սիթին այս պահին գտնվում է 4-րդ հորիզոնականում 19 միավորով ու 6 միավոր զիջում է 3-րդ հորիզոնականում գտնվող Վոտֆորդին, բայց համապատասխանաբար 2 հանդիպում պակաս է անցկացրել, որոնցից մեկը այս հանդիպումն է, հենց Սիթին այսօր եւ այդ բաց թողած հանդիպումը հաղթելու դեպքում կհավասարվի Վոտֆորդին։ Իհարկե Սիթի համար այս խաղային շաբաթը հագեցած է լինելու, վաղը նույնպես Սիթին ունի անցկացնելու հանդիպումը արդեն առաջատար Յուվենտուսի դեմ եւ այնտեղ շատ կարևոր դիմակայություն է երկու թիմի համար էլ մեզ սպասվում, անչափ հետաքրքիր հանդիպում են միասին դիտելու վաղը, այսօր նույնպես իհարկե Մոնցան փորձելու է արժանի դիմադրություն ցույց տալ իր հիմնական մրցակիցներից մեկին, այնպես որ տեսնենք թիմերից որ մեկը ինչ կփորձի այսօր անել, Արշակ Պողոսյանն է հիմա գնդակով շարժում դեպի կենտրոն, լավ տարածություն անցավ Պողոսյանը, լավ էր նկատել Վարդանյանի գրոյի միացումը, բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը, հիմա էլ Ալեքսանյանը փորձեց գնդակը հասցեակել Պապոյանին, բայց ուժեղ ստացվեց փոխանցումը ու Սիթին հիմա արդեն ձախ եզրով փորձեց գրով կազմակերպել գրոյի տեղափոխություն դեպի աջ, բայց ուժեղ ստացվեց Գաբրիելյանի այս կատարած փոխանցումը ու եզրից կնետի Մոնցան Պապոյան, ներողություն Ավետիսյանն այստեղ հասցեակեց գնդակը Պապոյանին ու հիմա արդեն Ղազարյանն է հետ փոխանցում կատարում։ Խաղարկում է հիմա Մոնցան գնդակը պաշտպանությունում Ավակյան Ղազարյանին ուղարկեց, բայց այստեղ կորցրեց գնդակը Ղազարյանը, Գիգոլյանն է հիմա էլ գնդակով դաշտի միջին հատվածում ու արդեն փոխանցում կատարեց, բայց փակվեց փոխանցման ճանապարհը եւ առաջին անկյունային այս խաղում, որը կիրականացնի Մանչեսթեր Սիթին, իհարկե Սիթին շատ լավ մարզավիճակում է գտնվում, բայց բացառությամբ առաջին հանդիպանը 2026 թվականի, որտեղ շատ կարևոր հանդիպում էր անցկացնում Մանչեսթեր Սիթին Լեռնային Արցախի դեմ ու կրեց շատ ցավալի պարտություն, իհարկե խոշոր հաշվով զիջեց այդ օրը մրցակցին Սիթին, բայց ու դա եղավ Սիթի առաջի պարտությունը Winter Cup-ի այս մրցաշարում, որից հետո կարծում եմ իհարկե Մանչեսթեր Սիթին կփորձի նմանատիպ հանդիպումների պակաս չունենալ, հիմա եզրային նետում կատարի Սահակյանը, իհարկե նմանատիպ հանդիպումները կարծում եմ Սիթի ծրագրերում չեն մտնում ու այս թիմը այն թիմերից է իհարկե ով անկասկած պայքարում է Winter Cup-ը հաղթահարելու համար, այլ հարց է արդեն ինչպես կընթանա խմբային փուլից հետո հետագա պայքարը, եթե Սիթին հայտնվի play-off-ում դրա շանսերը բավական մեծ են, ճիշտ է դեռ 7 տուր կա մինչև խմբային փուլի ավարտը, բայց արդեն խմբային փուլի կեսից ավելին, այսպես ասենք, անցել է ու Մանչեսթեր Սիթին այս պահին լավագույն քարերակում է գտնվում, ինչը իհարկե
Մինչև 8-րդ հորիզոնականը հնարավորություն է տալիս ցանկացած թիմի play-off-ի ուղղակի նվաճելու, բայց ես կարծում եմ, այո, կարծում եմ իմ հետ համակարծիք կլինեք, որ City-ն իհարկե ոչ թե լավագույն քարերակում կամ ությակում տեղ զբաղեցնելու համար է պայքարում, այլ հենց խմբային փուլը առաջին հորիզոնականով հաղթարելու համար, որպեսզի բնականաբար մի փոքր ավելի հեշտ մրցակից բաժին հասնի play-off-ում City-ին կամ ցանկացած թիմի, հիշեցնեմ ձևաչափը։ Օրինակ այս խմբում առաջին հորիզոնականով դուրս եկած թիմը play-off-ում կմրցի մյուս խմբում 8-րդ հորիզոնականով դուրս եկած թիմի դեմ, այնպես որ որպես այդպեսին մի փոքր ավելի հեշտ մրցակից պետք է բաժին հասնի, բայց կրկնում եմ, որ Winter Cup-ում հեշտ մրցակիցներ չկան, իհարկե այլ հարցը թիմերը օրինակ ինչպիսի ելույթներ են ունենում տարբեր խաղերի ընթացքում։ Ու եթե Winter Cup մրցաշարում որևէ թիմ հայտնվի play-off-ում, ապա արդեն այնտեղ իսկապես կան դիմակայություններ են մեզ սպասվելու, քանի որ play-off-ում պատահական թիմեր պարզապես չեն հայտնվելու։ Գաբրիելյանն է գնդակով լավ խաղարկում Սահակյանի հետ, կրկին Գաբրիելյան կա փոխանցումը Վարդանյանի մոտ է գնդակը, հարված եք նույնիսկ տեսնում այստեղ առաջին հարվածը դարպասի ուղղությամբ, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Վարդանյանի կատարած հարվածը ու հարված կլինի Մոնցայի դարպասից։ Ու հիմա արդեն Մոնցայի դարպասապահը պատրաստվում է գնդակը խաղի մեջ մտցնելու։ Հովանեսյանն է կատարում երկար փոխանցում, Ալեքսանյանը ընդունեց գնդակը Ալավերդյանի ճնշումը կաթի կունքից ու այստեղ Ալավերդյանը շատ լավ շահեց դիրքը, պայելով գնդակը իր մոտ եւ հետ ուղարկելով դարպասապահ Մուրադյանին, Արաքելյան, Գիգոլյան, Օրից Արաքելյան լավ խաղարկում այստեղ, բայց դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզից կնետի Մանչեսթեր Սիթին։ Արտաշես Արաքելյան դեպի պաշտպանության խորհուրդ ուղարկեց գնդակը, որտեղ այս րոպեներին հանդիպման մեկնարկային րոպեներին տեղ է զբաղեցրել Արտուր Ալավերդյանը, իհարկե մենք նրան սովոր ենք տեսնել կիսապաշտպանությունում, բայց այսօր պաշտպանությունում առաջացած խնդիրների պատճառով իհարկե Ալավերդյանն է տեղ զբաղեցրել հենց պաշտպանության կենտրոնում։ Այս րոպեներին տեսնենք ինչպիսի հանդիպում այսպիսի տակտիկական փոփոխությունից հետո կանցկացնի Մանչեսթեր Սիթին, Գիգոլյան լավն էր փոխանցումը Պողոսյանին, բայց Պողոսյանի փոխանցումը չանցավ ու Պապոյանը շարժվում է առաջ։ Աչից կա Ալեքսանյանը, այդպես էլ արեց Պապոյանը փոխանցում կատարելով նրան, բայց Ալեքսանյանի հարվածից հետո հագեց այստեղ գնդակի ճանապարհը կարծես Պողոսյանը։ Հիմա նույնպես կանգնեց գնդակի ճանապարհին Պողոսյանը ու Գիգոլյանը շարժվում է առաջ, փոխանցում Գաբրիելյանի ուղղությամբ չանցավ այստեղ փոխանցումը, գնդակը մնաց Ալավերդյանի մոտ, Արշակ Պողոսյան լավ փոխանցում Վարդանյանին, բայց Վարդանյանի հետ փոխանցումը դեպի Պողոսյանը չանցավ, հիմա էլ Պապոյանն է աչ եզրում գնդակով, շատ լավ փոխանցում էր դեպի Ավետիսյանը, բայց դարպասապահ Մուրադյանը դուրս գալով դարպասից թույլ չտվեց մրցակցին հարված կատարել այս իրավիճակում, Մոնցան նույնպես սպառնաց Սիթի դարպասի ուղղությամբ։ Ալավերդյան ուղարկում է գնդակը Վարդանյանին, ով ձախ եզրով փորձում է անցում կատարել ու այստեղ առավելագույնը վաստակեց, անկյունային հնարավորություն վաստակեց Վարդանյան այս իրավիճակում գրեթե արդեն կորցրել էր գնդակը, բայց անկյունային եղավ Գիգոլյան, փակվեց հիմա էլ Գիգոլյանի փոխանցման ճանապարհը գնդակը Ալավերդյանի մոտ է, հեռվից հարված ենք տեսնում ու հիմա շեղությամբ ստացվեց Ալավերդյանի կատարած հարվածը։ Չոկանդարյան դեպի աչ էր փոխանցում կատարում, բայց Վարդանյանը այստեղ ավելի շուտ հասավ գնդակին ու հիմա արդեն Մոնցայի մոտ մնաց գնդակը Ալեքսանյան, Գիգոլյանը այստեղ թիկունքի շշեց, Արաքելյանն էլ շատ գրագետ վարվեց ու վաստակեց եզրային նետման հնարավորություն այս իրավիճակում։ Ալավերդյան Պողոսյանին ուղարկում գնդակը կրկին Ալավերդյանին բաժին ասավ գնդակը ու դեպի աչ փոխանցում տեսանք Արտաշես Արաքելյանն է շարժվում առաջ
Շատ լավ նկատեց այստեղ Գիգոլյանին, Գիգոլյանն էլ Սահակյանին, լավն էր փոխանցումը, ու շքեղ գոլ են տեսնում Վարդանյանից 1-0, Սիթին ամեն ինչ գերազանց արեց այս իրավիճակում ու բացեց հանդիպման հաշիվը։ Վարդան Վարդանյան 1-0 շատ շքեղ գործեցին City-ի ֆուտբոլիստները իսկապես այս իրավիճակում ու Վարդանյանը գրո եզրափակիչ մասում շատ լավ գործեց իհարկե խաղարկումը արեց ամեն ինչ այստեղ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ալեն Սահակյանը շատ ճիշտ ժամանակին նկատեց խաղանկրոջ առաջ խաղացումը ու կատարեց այս փոխանցումը 1-0 հիմա Մոնցան պարտողի կարգավիճակում է հայտնվում պետք է մտածել այս ամենի մասին հիմա Արտաշես Սարակելյան Պետք ուղարկեց գնդակը Մուրադյանին այստեղ էլ անցում Ավետիսյանից ու Պողոսյանը խախտեց խաղի կանոնները, բայց հիմա հասկանանք ինչ է պատահել Արշակ Պողոսյանին, կարծես այս բախման ընթացքում ստացավ վնասված։ Հիմա խախտում կար, հիմա տեսնենք ինչ է պատահել Պողոսյանին, որից հետո արդեն կհասկանանք մրցավարը նշանակում է ստանդարտ է 11 վեճանոց հարված տպավորությունը այնպիսին է, որ տուգանային հրապարակից դուրս է տեղի ունեցել խաղի կանոնների խախտումը։ Հիմա չի կարողանում շարունակել այս րոպեներին հանդիպումը Արշակ Պողոսյանն ու փոխարինվում է եւ խաղադաշտ է մտնում նրա փոխարեն Նարեկ Սարգսյանը 77 համարով։ Տեսնենք Սարգսյանը ինչ կփորձի անել, հիմա ստանդարտ կիրասնի Մոնցան բավական վտանգավոր դիրքում։ Պապոյանն է տեղադրել գնդակը, կարծես նա է պատրաստվում հարվածը կատարելուն։ Կա մրցավարի սուլիչը Արշելույց Պապոյան Հարված անադարձ ու գնդակը հայտնվեց դարպասում 1-1 Մոնցան հավասարեցնում է այստեղ հանդիպման հաշիվը։ Մեկ-մեկ Պապոյանը լավ իրացեց Տուգանային հարված ու հավասարեցեց այստեղ հանդիպման հաշիվը, հիմա արդեն ամեն ինչ կարելի ասել սկսվում է 0-ից, թիմերը մեկական գնդակներով փոխանակվեցին 1-1 ու դարպասին ու արդեն տեսնենք 1-1 հաշվի հարթության դեպքում իշխան են թիմերը, Պապոյան դեպի աջ փոխանցում, այստեղ Նարեկ Սարգսյանը հիմա էլ երացեց գնդակ ու ես իսկ նետի ամեն դեպքում Մոնցան Ալեքսանյան, այստեղ Գիգոլյանը կանգնեց Ալեքսանյանի ճանապարհին ու զարգացնում է ձախ եզրով արագություն։ Կա փոխանցումը Նարեկ Սարգսյան, եւս մեկ փոխանցում ու Վարդանյանը հիմա չհասավ գնդակին։ Շքեղ էր նորից գրոյել Մանչեսթեր Սիթին, բայց գրոյի եզրափակումը չստացվեց այս անգամ արդեն։ Հիմա էլ Ավակյանն է շարժվում առաջ գնդակով, թողեց Ավետիսյանին գնդակը, լավն էր փոխանցումը դեպի Մուսա Ալեքսանյանը, Ալեքսանյան այստեղ անցավ մեկ մրցակցի, նույնիսկ կատարեց փոխանցում, բայց Ալավերդյանը այս իրավիճակում լավ պաշտպանվեց ու հիմա Սիթին է փորձում գրոհ կազմակերպել, արգելակեց Գիգոլյանը, հիմա արդեն հանգստացնում են հանդիպումը Սիթիի ֆուտբոլիստները Տեսնենք հիմա արդեն գրոհ են կազմակերպում, Վարդանյան անցումը կար արվածը նույնպես ու հարված դարպասից է նշանակում այս իրավիճակում մրցավարը։ Խաղարկում է կրկին Մոնցան գնդակը պաշտպանությունում, Չոկանդարյանն է գնդակով։ Լավ փոխանցում Ալեքսանյանին, բայց այստեղ Ալեքսանյանի փոխանցումը չանցավ։ Չնայած մնաց գնդակով Մուսա Ալեքսանյանը հարված ու Մուրադյանը այս իրավիճակում ետ է մղում գնդակը Եգոր տեմպով հիմա կգրոյի Մոնցան Ավետիսյանն է գնդակով
Կրոս դեպի Տուգանայինի մատույցներ ու հիմա էլ Արաքելյանը հեռացեց գնդակը անկյունային գիրաստի հիմա էլ Մոնցան տեսնենք անկյունայինի խաղարկումը Ացողներով տղեկ Ինչ կտա Մոնցային Չոկանդարյանն է գնդակի մոտ երկար փոխանցում, բայց Մուրադյանը հեռացեց գնդակը Գաբրիելյանն էլ իջեցրեց այստեղ, բայց հետո փոխանցումը չանցավ դեպի խաղընկերոջը չհասավ Չոկանդարյան կրկին գրովում է Մոնցան եւս մեկ փոխանցում ու Արաքելյանը առաջինն է հասնում գնդակին Պապոյան հարված նույնիսկ տեսանք Պապոյանից, բայց շեղությամբ է ստացում Մարշալ Լույս Պապոյանի այս հարվածը ու հարված կլինի հիմա Մուրադյանի պաշտպանած դարպասից Ալավերդյան դեպի Արաքելյանը փոխանցում տեսանք Գիգոլյան Խանգնեցին այստեղ գնդակի ճանապարհին Գիգոլյանի փոխանցման ժամանակ, բայց հիմա արդեն Մոնցան է անցնում գրոյի այստեղ լավ դիրքավորվեց Ալավերդյանը ու փակեց փոխանցումը այլապես արդեն Պապոյանը միայնակ կարող է հայտնվել այս իրավիճակում Մուրադյանի դիմաց, եթե փոխանցումը իհարկե Ալավերդյանից անցներ Սահակյան Ուղարկեց գնդակը Գաբրիելյանն էլ մեկ հպումով դեպի Վարդանյանը, ով իրենից ավելի ձախ է ուղարկում գնդակը Նարեկ Սարգսյան Ձախ եզրով փորձեց անցում կատարել Սարգսյանը, բայց շատ հեռու թողեց այստեղ գնդակ ու այն հատեց դաշտի սահմանները ու հարված կլինի հիմա Մոնցայի դարպասից Կրկին խաղարկումով է Մոնցան դուրս գալիս պաշտպանությունից Գևորգյան դեպի աջ Չոկանդարյանն է այստեղ Տեսնում ենք փոխանցում, բայց Ալավերդյանը նորից գնդակի ճանապարհին կանգնեց ու հիմա խաղարկում է գնդակը Գիգոլյանի հետ նորից Ալավերդյան դեպի Վարդանյանը փոխանցում Գիգոլյան, Նարեկ Սարգսյան Նորից Ալավերդյան լավն էր փոխանցումը դեպի Գիգոլյանը տեսնենք այս գրոհը ինչի կվերածի Սիթին առաջը մանր խաղարկումներն են Սահակյան Կրկին Գիգոլյան դեպի Նարեկ Սարգսյան գուցե փորձի հեռու տարածությունից այդպես էլ վարվեց, բայց մի փոքր թույլ ստացվեց այստեղ Սարգսյանի կատարած հարվածը ու հիմա Մոնցանը հակագրոհի է փորձում անցնել, բայց ոչինչ անել չստացվեց այս իրավիճակում, կրկին գնդակը Սիթի վերահսկողության տակ է Արթուր Ալավերդյան, Վարդանյան մնաց գնդակը Սիթի մոտ, Գիգոլյանն է հիմա էլ գնդակով Հերվից հարված ենք տեսնում ու այստեղ Գևորգյանի վրա ընդունեց գնդակը, եթե անցներ այստեղ գնդակը Գևորգյանից չեմ կարող ասել արդյոք Դարպասապա կարողանար հեռացնել գնդակը, թե ոչ բարդ հարված էր ամենայն դեպս կատարել Գիգոլյանը, իսկ հիմա այս ստանդարտը տեսնենք Ինչ կտա Մանչեսթեր Սիթին Արդեն Մուրադյանը հիմա խորքից կսկսի Ալավերդյան Սարգսյանն է ուղարկում գնդակը Արկելակեց Սարգսյանը նորից Ալավերդյան դեպի աջ Արաքելյանն է այստեղ զբաղեցել ով ընդունեց գնդակը ու շարժվում է առաջ այստեղ մի փոքր անհաջող ստացվեց փոխանցումը նրա կատարած ու հիմա փոփոխություն ենք տեսնում Մանչեսթեր Սիթի կազմում կրկնակի փոփոխություն Սահակյանի ու Գիգոլյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Գերա Կոստենկով ու արդեն Արշակ Պողոսյանը վերադարձավ խաղադաշտ փոխարինվելուց հետո Պողոսյանի հետ ամեն ինչ կարգին է ու արդեն տեսնենք թարմ ուժերով ինչ կփորձի անել Պողոսյանը
Նորից Մոնցան է պաշտպանությունից փորձում դուրս գալ այստեղ հիմա պրեսինգ է գնացել Մանչեսթեր Սիթին հատկապես Կոստենկովն է այս իրավիճակում բայց Ավակյանը լավ գործեց հետո էլ փոխանցում կատարելի սխալվեց ու եզրային նետման հնարավորություն տվեց Սիթին Առաքելյանը կատարեց եզրային նետումը Պողոսյանի ուղղությամբ Վարդան Վարդանյան կրկին Առաքելյան ու դեպի կենտրոն է փոխանցում կատարում Ալավերդյանն է այստեղ Արշակ Պողոսյան Սարգսյանն ուղարկեց գնդակը, Ծակ եզրով հիմա Սարգսյանը կրկին շարժվում է առաջ, լավ խաղարկում էր Գաբրիելյանի հետ, լավ անցում Սարգսյանից, փոխանցումն էլ ճիշտ էր մտածել այստեղ Նարեկ Սարգսյանը, բայց գնդակը չհասավ այստեղ Պողոսյանին, Վարդանյանը հիմա էլ փակեց Ավետիսյանի փոխանցման ճանապարհը ու Սիթին խորքից է սկսում, Ալավերդյան Վարդան Վարդանյան լավ անցում էր Վարդանյան, բայց բարձր է ստացվում հարվածը հիմա էլ Վարդանյանի կատարած։ Իսկապես լավ հնարավորություն էր հիմա Սիթիի համար նորից առաջացնելու հաշվի մեջ, բայց Վարդանյանի հարվածը բարձր ստացվեց այս իրավիճակում։ Մայք Խոսակյան Երկար փոխանցում ենք տեսնում առաջ այստեղ Ալավերդյանը լավ գործեց պաշտպանությունը Նարեկ Սարգսյան, բայց այստեղ փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, չնայած մնաց Սիթիի մոտ գնդակը Մուրադյան Նորից Ալավերդյան, Նարեկ Սարգսյանն հիմա էլ ընդունել գնդակը ու անցում կատարում գեղեցիկ անցում, միայնակ 3 մրցակցին շրջանցեց Սարգսյանը կատարեց փոխանցում Գաբրիելյանին, իսկ Գաբրիելյանի փոխանցումից հետո այստեղ ոչ ոք չարձագանքեց Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստերից մի փոքր այլ ուղղությամբ ընթացավ Գաբրիելյանի կատարած փոխանցումը ու հարված կատարել այս դեպքում չստացվեց, հիմա արդեն Մոնցան վաստակել է անկյունային հարվածի հնարավորություն տեսնենք անկյունայինի խաղարկումը ուշ կտա Մոնցայի ֆուտբոլիստերին Կարծես կրկին Չոկանդարյանն է պատրաստում հիասնելու անկյունայինը այո Ցածից փոխանցում այս անգամ Ալավերդյանը փակեց գնդակի ճանապարհը եւս մեկ փոխանցում ենք տեսնում Մուսա Ալեքսանյանն է հարվածում բայց այստեղ հարվածը թույլ ստացվեց Ալեքսանյանի կատարած ու ոչինչ տեղի չունեցավ այս իրավիճակում հեռացված է հիմա գնդակը Սիթի Տուգանայինի մատույցներից բայց կրկին այստեղ փոխանցում հետևեց դեպի Սիթի Տուգանային հրապարակ ու Ալեքսանյանն արդեն պատրաստվում է շրջադարձ հարված կատարելուն, բայց չհասավ գնդակը իրեն Հարված եք տեսնում ու Մուրադյանը նորից հեռացնում է հիմա գնդակը Ալավերդյանն էլ ավելացեց այստեղ գնդակը ու հակագրոհի է հասնում Մանչեսթեր Սիթին Պողոսյան մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Պողոսյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Գրոհ է ասում նորից Մոնցան, բայց Ալավերդյանը այստեղ լավ լիցքավորվեց ու կանգնեց Ալեքսանյանի ճանապարհին թույլ չտալու ոչինչ անել այս իրավիճակում Մուսա Ալեքսանյանին Մուրադյան
Ալավերյան ու դուրս եկավ Սիթին պաշտպանությունից այս իրավիճակում Արտաշես Արաքելյանն իմ այլ գնդակով առաջ շարժվում Արաքելյան կա փոխանցում Գաբրիելյանի ուղղությամբ այստեղ Ալեքսանյան չանցա փոխանցում ու հիմա տեսնենք ինչ է պատահել Ռաֆայել Ավակյանին բախը տեղի ունեցավ ճիշտ է խաղային դրվագ է դադարեցեց հանդիպումը մրցավարը, բայց ամեն ինչ կարգին է արդեն Ավակյանի հետ ու նա կշարունակի հանդիպումը վերսկսվեց հանդիպումը գնդակը նորից Սիթիի մոտ է Վայե Մուրադյան դեպի Արաքելյանը փոխանցում Ալավերդյան Նարեկ Սարգսյան, Պողոսյան, այստեղ լավ խաղարկում կատարեց Պողոսյանի հետ Սարգսյանը ու շարժվում է առաջ, բայց այս փոխանցումը չանցավ Նարեկ Սարգսյանի կատարած ու Սիթին նորից է գրոհի անցնում Պողոսյանն է հիմա էլ դաշտի միջի դատվածում գնդակով դեպի Վարդանյանը փոխանցում Վարդանյան փորձեց անցում կատարել, բայց Ավակյան այս իրավիճակում շատ լավ պաշտպանվեց եզրային նետման հնարավորություն տալով Մանչեսթեր Սիթիին կատարված է եզրային նետումը Կոստենկով Վարդանյան դեպի Տուգանային հրապարակ Գաբրիելյանն է այստեղ, բայց չուշեցին Գաբրիելյանին, որ միայնակ է ու այստեղ շտապեց մի փոքր Սիթի 7 համար իհարկե թիկունքով էլ ու չէր նկատել, որ չկա ոչ մի մրցակից խանգարողներ են, հիմա էլ Մոնցան է գրո կազմակերպել Պապոյան անցումը կա ու հասցնում է այստեղ Վարդանյանը հեռացնել գնդակը ճիշտ է ռիսկի դիմեց Վարդանյանը սա անկման գնալով ու կարող էր դիպչել մրցակցին եւ նշանակվել 11 մետրանոց հարված այստեղ, բայց իհարկե ամեն ինչ մաքուր արեց Վարդանյանը ու նրա ռիսկը այսպես ասենք արդարացված էր հիմա անկյունայինը տեսնենք ինչպես խաղարկի Մոնցան կա փոխանցում Մուրադյանը հեռացնում է գնդակը այն նորից վերադարձավ Չոքանդարյանի մոտ իսկ այս կատարած փոխանցումը բավական ուժեղ ստացվեց ու առաջի կեսը հենց այստեղ էլ ավարտվեց կարճ դադար որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ մեկնարկում է Սիթին ընդդեմ Մոնցայի հանդիպման երկրորդ կեսը առաջի խաղակեսից հետո հանդիպման հաշիվը հավասար է 1-1 թիմերը մեկական խփած գնդակներով փոխանակվեցին նախ Վարդանյանը բացեց այս դիմակայության հաշիվը գրավելով Մոնցայի դարպասը հետո էլ Պապոյանի Տուգանայինը շատ լավ ստացվեց ու Մոնցան կրկին վերականգնեց հաշվի հավասարությունը Տեսնենք երկրորդ կեսում ինչ կառաջարկեն թիմերը եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի մեկնարկային հայտարարությունները սկսենք նորից Մոնցայից Արտուր Հովհաննիսյանը պաշտպանում է դարպասը համար 1 Վենետիկ Չոքանդարյան համար 5 Գուրգեն Մնացականյան համար 7 Մխիթար Ավետիսյան համար 9 Մուսա Ալեքսանյան համար 10 Ռաֆի Գևորգյան համար 13 Արշալույս Պապոյան համար 14 Ռաֆայել Ավակյան համար 15 եւ Գագիկ Մանուչարյան համար 22 Մանչեսթեր Սիթի Վայե Մուրադյանը պաշտպանում է դարպասը համար 1 Ռոբերտ Խելգացյան համար 4 Արտաշես Արաքելյան համար 5 Ալեն Սահակյան համար 9 Անատոլի Գաբրիելյան համար 7 Գարիկ Գիգոլյան համար 10 Վարդան Վարդանյան համար 11 Արշակ Պողոսյան համար 14 Գերա Կոստենկով համար 17 Արտուր Ալավերդյան համար 44 եւ Նարեկ Սարգսյան համար 77 այո խաղակեսի ընդմիջման ժամանակ փոխարինում տեղի ունեցավ ու Ռոբերտ Խելգացյանը երկարատև դադարից հետո արդեն վերադարձավ Սիթի կազմ ու խաղադաշտում է ու կփորձի անել հնարավորինս այս խաղում իր թիմի Հերթական 3 միավորին արժանանալու համար այո Խելգացյանը ովքեր դիտել են այդ հանդիպումը կհիշեն որ Չելսիի դեմ դիմակայությունում շատ ծանր վնասված ստացավ ու այդ օրվանից մինչ այս պահը նա ապակինվան մեջ էր գտնվում եւ չէր կարողանում օգնել իր թիմին, բայց այսօր նա խաղադաշտում է, նա տեղ է զբաղեցրել պաշտպանությունում ու կփորձի իհարկե արդեն վերադառնալ այն մարզավիճակին, որից մենք սովոր ենք տեսնել նրանից իհարկե նա շատ լավ է հանդես գալիս թե պաշտպանությունում, թե կիսապաշտպանությունում, այնպես որ մենք այսօր իհարկե արդեն Խելգացյանին տեսնում ենք խաղադաշտում ու տեսնենք ինչպիսի խաղակես կանցկացնի նա Ալավերդյանն է գնդակով լավն էր փոխանցումը հաստրեց Կոստենկովը հարվածելու նորից Սիթին առաջ մղել հաշվի մեջ 2-1
Գերատ Կոստենկով 2-1 Սիթին նորից առաջ է անցնում հաշվում մեջ այս խաղում երկրորդ անգամ Ալավերդյանն էլ դարձավ այս իրավիճակում գոլային փոխանցման հեղինակ ու արդեն տեսնենք Մոնցան եւս մեկ անգամ հայտնվում է այս խաղում երկրորդ անգամ պարտվողի կարգավիճակում տեսնենք ինչպես են պատրաստվում դուրս գալ այս իրավիճակից հիմա եզից կնետի հենց Մոնցան Չոկանդարյանն է գնդակով երկար փոխանցում առաջ Մուսա Ալեքսանյանը ընդունեց գնդակը դաշտի միջին հատվածում ու փորձեց անցում կատարել բայց Ալավերդյանը այստեղ լավ գործեց խլելով գնդակը մրցակցից ու այն ուղարկելով դեպի Զախիեզեր Սարգսյան կրկին Ալավերդյան եւ հետ փոխանցում ենք տեսնում Արտաշես Արաքելյանի ուղղությամբ Խլղացյան դեպի աջ Կոստենկով Պողոսյանն է ընդունում հիմա էլ գնդակը դաշտի միջին հատվածում թողնելով այն Նարեկ Սարգսյանին դեպի Ալավերդյանը փոխանցում ու այսպես Սիթին մանր քայլելով շարժում է առաջ Լավն էր այս փոխանցումը մտածված բայց գնդակը Պողոսյանին չհասավ հետո Վարդանյանը վերականգնեց այն Մանչեսթեր Սիթի համար Ալավերդյան Եվս մեկ լավ փոխանցում, բայց հաջող կասեցում չտեսանք մենք Վարդանյանից ու պայեց ամեն դեպքում Վարդանյանը պայեց այստեղ գնդակը դաշտի սահմաններում, բայց հետո Սարգսյանը կորցրեց ու փորձում է Մոնցան շարժվել առաջ, բայց Ալավերդյանը նորից դաշտի միջին հատվածում լավ է գործում, այո, հիմա արդեն Ալավերդյանը իր դիրքում է հանդես գալիս, որտեղ մենք սովոր ենք նրան տեսնել դաշտի կենտրոնում միջին հատվածում կիզապաշտպանի գոտում ու Իհարկե, նրան այսպես հեշտությամբ չէր շրջանցի ոչ մի իրավիճակում։ Խլղացյանն է գնդակով։ Տեսնենք ինչ որոշում կայացնի հետ փոխանցում դեպի դարպասապան Մուրադյան ու ով սկսում է խորքից Սիթի երթական գրողներից մեկը Արաքելյանին փոխանցում կատարելով, ով շարժվում է առաջ։ Կրկին Խլղացյան։ Այո, ինչպես մեկնարկում նշեցի, հիմա նույնպես նույն կարծիքին եմ Սիթին իհարկե Երկու թիմերն էլ անկասկած այսօր խաղադաշտում են 3 միավորին արժանանալու համար, բայց Մանչեսթեր Սիթիի տեսանկյունը այնպեսին է, որ պարտադիր իհարկե պետք է տանել հաղթանակ ու մտածել խմբային փուլը իհարկե Սիթին համոզված է, որ մտածում է առաջին հորիզոնականով դուրս գալու մասին եւ այսօր պետք է իհարկե անպայման տանել հաղթանակ Սիթին կրկնում եմ 2025 թվականը ավարտեց Վինտերկապ մրցաշարում առանց պարտության, բայց 26 թվականը մեկնարկեց հենց առաջին խաղում կրելով պարտություն Լեռնային Արցախից հիմա սխալ Մոնցայի մոտ Վարդանյան կարող է կրկնապատկել առավելությունը այդպես էլ անում է 3-1 Սիթին Շատ լավ է մեկնարկում երկրորդ խաղակես ու երկու գնդակ են հեղինակում 4 րոպեի ընթացքում 3-1 դարձնելով հանդիպան հաշիվը Դուբլ Վարդանյանից 3-1 Սիթին ունի արդեն երկու գնդակի առավելություն այս խաղում առաջին անգամ հիմա փոխարինում տեղի ունեցավ Սիթիի կազմում Կոստենկովը դուրս եկավ խաղադաշտից ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Ալեն Սահակյանը 9 համարով եւ տեսնենք Սահակյանը հիմա ինչ կփորձի անել Թարմ ուժերով նոր մտավ խաղադաշտ Ալեն Սահակյանը իհարկե նա հանդիպման մեկնարկում նույնպես Սիթիի Իննական կազմում էր Ղազարյան Ավակյանի հետ խաղարկում շարժվում է առաջ Ղազարյանը տեսնենք ինչ որոշում կայացնի դեպի Ավակյանը եւս պետք փոխանցում լավն էր Ավակյանի անցում այս իրավիճակում Ավակյան Խլղացյանն է դիմավորել նրան ու թույլ չտվեց որպեսզի փոխանցումը անցնի նրա կատարած Ալավերդյանն էլ այստեղ պայքարի մեջ էր Պողոսյանի մոտ է գնդակը Խլղացյան կրկին Պողոսյան ու այսպես իհարկե Սիթին կարող է անդադար խաղարկել գնդակը, եթե ոչինչ չառաջարկի մրցակիցի իրեն։ Նարեկ Սարգսյանն է գնդակով, թողեց Արաքելյանին ու շարժվում է առաջ Սարգսյանը։ Պողոսյան։ Տեսնենք ինչ որոշում կայացնի Պողոսյանը լավն էր անցումը Բայց ինչու չհարվածեց ունի հարված կատարելու հնարավորություն այս իրավիճակում Արշակ Պողոսյանը իհարկե որոշեց փոխանցում կատարել, բայց փակվեց նրա փոխանցման ճանապարհը Արտաշես Արաքելյան դեպի Պողոսյանը դեպի աջ Սահակյանն է ընդունում գնդակը թողեց կրկին Պողոսյանին Արաքելյան Ձախից
Նարեկ Սարգսյանն է, կրկին Արաքելյան, Պողոսյան ու շքեղ փոխանցում կատարեց այստեղ Պողոսյանը Խլղացյանին, Խլղացյանի փոխանցումը նույնպես չի ժամանակին էր, Վարդանյան մի փոքր դանդաղեց Վարդանյանը, բայց մնաց գնդակով Մանչեսթեր Սիթին, Արաքելյան, Սարգսյան կրկին Արաքելյան, բայց մի փոքր այստեղ այլ ուղղությամբ ընթացավ Սարգսյանի կատարած փոխանցումը, հետո վերադարձավ, վերականգնեց գնդակը ու զարգացնում է արագություն ձախ եզրով Նարեկ Սարգսյանը, Սարգսյանն ինքն էլ հարվածում է ու այստեղ Հովհաննիսյանը կարողացավ ոտքերով հեռացնել գնդակը նորից Նարեկ Սարգսյանի մոտ է Վարդանյան, Ալավերդյան աչից կա տարբերակ, այդպես էլ արեց Ալավերդյանը, հիմա է Սահակյանն է հարվածում գրակ է հարվածու, գնդակը հայտնվեց դարպասում 4-1 դարավ հանդիպան հաշիվ այս իրավիճակում։ Ալեն Սահակյան 4-1 Սիթին մեծ քայլ է կատարում այս խաղում արդեն 3 գնդակի առավելություն ստացան հիմա խաղադաշտում, իսկ իհարկե այդ առավելությունը ամեն ինչ կանի Մանչեսթեր Սիթին, որպեսզի վերացի 3 միավորի։ Այստեղ Սահակյանը նորից կանգնեց գնդակի ճանապարհին, այո, գոլի հեղինակ դարձավ այս իրավիճակում Սահակյանը խփելով իր առաջին գնդակը այս խաղում։ Իհարկե ովքեր են դարձել գոլերի հեղինակ այս խաղում։ Վարդանյանը դուբլ է գրանցել իր անվան դիմաց Կոստենկովն ու Սահակյանը խփել են մեկական գնդակներ Սիթիի կազմում, ինձ Մոնցայի միակ գնդակ այս խաղում հեղինակել է Տուգարանից Արշալույս Պապոյանը, Նարեկ Սարգսյան, Գիգոլյան նորից Սարգսյան մի փոքր հեռու թողեց այս իրավիճակում Սարգսյանը գնդակը, հետո գնդակը դիպավ են Սարգսյանի ձեռքին։ Ալավերդյան Պողոսյան գեղեցիկ խաղարկում էր Սահակյան դեպի Ալավերդյանը, բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը Սահակյանի կատարած ու հեռացված է գնդակը։ Շատ լավ խաղարկում էին իրականացրել Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները, բայց հարված կատարել այս իրավիճակում չստացվեց։ Եզրից հիմա կնետի Սիթին, Պողոսյանն է պատրաստում եզրային նետում իրականացնելուն։ Արաքելյան հետ փոխանցում դեպի Մուրադյանը։ Հանգիստ գործեց այս իրավիճակում Մուրադյանը, կրկին Արաքելյան, Մուրադյան, տեսեք որտեղ է հայտնվել Մուրադյանը ու հիմա եթե մի փոքր սխալ փոխանցում հետևել, ապա կարող էր ինքնագոլի հեղինակ դառնալ այս իրավիճակում Սահակյանը, իհարկե նրան մեղադրել չէր կարելի այս իրավիճակում։ Բայց գրոհ է անցնում Սիթին կրկին Սահակյանն է գնդակով, Ալե Սահակյան դեպի Գիգոլյանը, բայց ինչու չհարվածեց Սահակյանը, ուներ իհարկե լավ հարվածի տարբերակ, տարածություն ուներ իր առջև, իսկ հիմա Մոնցայի պատասխանն է տեսնում ու Մուրադյանը փրկում է այստեղ Մանչեսթեր Սիթին, վերահաս գոլից ուներ Պապոյանը հնարավորություն կրճատելու հաշիվ այս իրավիճակում, բայց Մանչեսթեր Սիթի դարպասապահ ճիշտ ժամանակին դուրս եկավ դարպասից ու փակեց Պապոյանի հարվածի ճանապարհը։ Նորից Սիթին է գրոհի անցնում աջ եզրով, Ալեն Սահակյան, բայց այստեղ արդեն փակեցին Սահակյանի առաջ խաղացման ճանապարհը։ Տեսնում ենք փոխանցում նորից Պապոյանի ուղղությամբ, լավ ընդունեց գնդակը Արշալույս Պապոյանը, փոխանցում վտանգավոր է հարվածում Մուրադյանը, ետ պեղեց գնդակը, բայց երկրորդ դեպքում անել չստացվեց, Պապոյանը դուբլ է գրանցում կրճատելով հաշիվը ու 4-2 դարձնելով այս հանդիպման հաշիվը։ Չորս երկու դուբլ Պապոյանից իսկապես լավ հակագրոհի անցավ, Մոնցան ու խփեց իր երկրորդ գնդակը այս խաղում, 2 գոլներ հեղինակել է Արշալույս Պապոյանը ու տեսնենք այս ամենից հետո ինչ կառաջարկեն մեծ թիմերը, իհարկե եթե եւս 1 գոլ խփի Մոնցան ու նվազագույնի հասցնի հաշվի տարբերությունը, շատ լարված վերջնամաս կունենանք հանդիպման ավարտից րոպեներ առաջ իհարկե, բայց այդ ամենը դեռ պետք է անել, ինչը այնքան էլ հեշտ չէ իհարկե Սիթիի դեմ խաղում, հիմա եզրային նետում կիրացնի Մանչեսթեր Սիթին։ Նարեկ Սարգսյան,
Մեջ է օբա, Գարիկ, դալնի։ Փոխանցում դեպի Պապոյան, ներողություն Արտաշես Արաքելյանը, Գարիկ, Պողոսյան, կարգում Մանչեսթեր Սիթին գնդակը, ու դեպի աջ փոխանցում Խլղացյանն է այստեղ, Արտաշես Արաքելյան, Պողոսյան, Մարչկա չէ տաս, Աբրես ար։ հանգիստ խաղարկում է Սիթին գնդակը, իհարկե դեռ կա խաղաժամանակ, դեռ ունի Մոնցան հնարավորություն մտածելու այս խաղում որևէ բանի մասին, իհարկե երկու գնդակ է տարբերությունը եւ հանդիպան ավարտին դեռ 12 րոպե խաղաժամանակ կա, այնպես որ ինչու ոչ կարելի է մտածել այս հանդիպումը իհարկե փրկելու մասին, բայց դրա համար պետք է իհարկե շատ աշխատանք տանել, պետք է նախ կրճատել եւս մեկ գոլով հաշվի տարբերությունը, իսկ հիմա այստեղ Խլղացյանի փոխանցումը վերացվեց Հարվածի ու Հովանեսյանը հեռացեց գնդակը անկյունային կիրասնի հիմա Սիթին Արաքելյան խաղարկեցին այս իրավիճակում գնդակը Սիթիի ֆուտբոլիստները Արշակ Պողոսյան լավ անցում էր Նարեկ Սարգսյանն է ընդունում ձախ եզրում գնդակ ու շարժվում դեպի կենտրոն Գիգոլյանի հետ խաղարկումը լավ էր մտածված, բայց գնդակը Սարգսյանին այստեղ չհասավ Պապոյանն է կրկին գնդակով Մոնցան անցնում է գրոյի բայց այստեղ լավ գործեց Ալավերդյանը Մրցակցի գրով կասեցնելով Արտաշես Արաքելյան Խլղացյան ու շատ լավ փոխանցում կատարեց այստեղ Խլղացյանը Ալավերդյանին, այո Ալավերդյանն էլ շատ ճիշտ նկատեց իրավիճակ ու կատարեց փոխանցում, բայց Սարգսյանի հարվածը շեղությամբ ստացվեց, իհարկե ճիշտ ժամանակին էր կատարված փոխանցում Ալավերդյանի կողմից Սարգսյանը լավ իրավիճակում էր, բայց անկյունը մի փոքր սուր էր ու հարվածը շեղությամբ ընթացավ Նարեկ Սարգսյանի կատարած Մոնցան հիմա գնդակը խաղարկում է պաշտպանությունում Ղազարյան ուղարկեց գնդակը Չոկանդարյանին դեպի Ավակյանը փոխանցում Ղազարյան մեկ հպումով դեպի Չոկանդարյանն էր կատարված այս փոխանցումը, բայց բրավո Սահակյանին լավ փակեց այստեղ գնդակի ճանապարհը, հիմա եւս մեկ փոխանցում ու Մուրադյանը արդեն վերցնում է գնդակը եւ իհարկե հորդորում խաղընկերներին ավելի հանգիստ գործել ու չշտապել Իհարկե, եթե հաշվին նայում ենք, իսկապես Սիթին շտապելու ոչ մի տեղ չունի, բայց հիմնվել այս երկու գնդակի առավելության վրա նույնպես չի կարելի, քանի որ դեռ կա խաղաժամանակ ու Մոնցան այն թիմերից ով կարող է հեղինակել երկու գնդակ եւ փրկել այս հանդիպումը։ Ղազարյան Չանցավ այստեղ փոխանցումը, բայց մնաց գնդակը Մոնցայի ֆուտբոլիստերի մոտ, Արտաշես Ղազարյան Ռիսկի դիմեց այստեղ Գիգոլյանն էլ խլեց, բայց խախտեց խաղի կանոնները, այո, եթե մաքուր գործ էր Գիգոլյանը արդեն միայնակ էր մնացել դարպասապայի դիմաց ու կարող էր խփել Սիթիին Գեորգ գնդակը, բայց խաղի կանոնների խախտում կար այստեղ Գիգոլյանի կողմից ու ստանդարտ է նշանակում մրցավարը Մոնցայի օգտին, արագորեն խաղարկում են Մոնցայի ֆուտբոլիստները գնդակը Ավակյանն է գնդակով, դեպի Չոկանդարյանը, փոխանցում կատարեց Վենետիկ Չոկանդարյան, երկար փոխանցում առաջ, այստեղ Պապոյանը չկարողացավ պահել, մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ փոխանցում ու հարված կլինի Վահե Մուրադյանի պաշտպանած դարպասից։ Երկար փոխանցում առաջ Գիգոլյանը կասի արդյոք այո հասավ ու պահեց գնդակը դաշտի սահմաններում, լավ փոխանցում Նարեկ Սարգսյան, գեղեցիկ է Ալավերդյան ու այստեղ փրկվում է հիմա Մոնցան թե ոչ հայտնվում է գնդակը դարպասում, Սիթին նորից եռապատկում է առավելությունը, իսկապես գեղեցիկ է արված ամեն ինչ ու 5-2 է դառնում հանդիպման հաշիվը։ Նարեկ Արտուր Աբրես գի
Արթուր Ալավերդյան 5-2 է դառնում հանդիպման հաշիվը, բայց ինչպիսի փոխանցում ստացավ Ալավերդյանը այս իրավիճակում Նարեկ Սարգսյանից գեղեցիկ էր արված ամեն ինչ ու City-ն այս գոլով իսկապես շատ է մոտենում այս խաղում 3 միավորին 5-2 իհարկե Մոնցան կրկնում եմ ունի ժամանակ, բայց 3 գնդակ հեղինակել շատ բարդ կլինի City-ի դարպասը Կոստենկով դեպի աջ Պողոսյանն է այստեղ անցումը ստացեց Պողոսյանին կատարեց փոխանցում նույնիսկ Գաբրիելյանին վտանգավոր է, բայց այստեղ արդեն փակեցին Պողոսյանի այս փոխանցման ճանապարհ ու եզրից կնետի Մանչեսթեր Սիթին Հիմա արդեն հարված կլինի Մոնցայի դարպասից Սիթին Հանձնեց գնդակը մրցակցին Եսիս նետում է Կոստենկովը, բայց այստեղ գնդակը բաժին հասավ Մոնցայի ֆուտբոլիստերին, երկար փոխանցում առաջ, իհարկե այսպիսի իրավիճակներում Առաքելյանը շատ հանգիստ է գործում, Պողոսյան դեպի աջ, Խլղացյանն է այստեղ էլ, կրկին Պողոսյան, լավ խաղարկում են իրականացնում City ֆուտբոլիստերը լավ էր մտածել Արչակ Պողոսյանը ու եթե հասներ գնդակը Վարդանյանի վտանգավոր կլիներ, բայց նորից գնդակով City-ն է Վարդանյան Պողոսյան, վայ, ինչու է Պողոսյանը այստեղ փոխանցում կատարում կարելի էր հարվածել ու գրավել այս իրավիճակում Մոնցայի դարպասը որոշեց փոխանցում կատարել Արշակ Պողոսյան ու ոչ ոք չկար այս իրավիճակում City ֆուտբոլիստերից, որ եզրափակեր նրա կատարած փոխանցումը։ Հիմա նորից գնդակով City-ն է կար ժամանակ պահանջվեց City-ից կրկին գնդակը վերականգնելու համար Սահակյան այստեղ լավ գործեց ու պահեց գնդակի իր մոտ Ալեն Սահակյանը անցումը նույնպես գեղեցիկ էր Սահակյան հարված ու Հովանեսյանը փրկում է այստեղ արդեն Մոնցային լավ գրոհ էր նորից City-ի կատարման, բայց այստեղ դարպասապահ Արտուր Հովանեսյանը ճիշտ դիրքում էր եւ կարողացավ հեռացնել գնդակը կատարված է եզրային նետումը Գաբրիելյանն է գնդակով լավ փոխանցում կատարեց Կոստենկովին, բայց Կոստենկովի կատարած փոխանցմանը ոչ ոք չարձագանքեց City-ի ֆուտբոլիստերից Առաքելյան այստեղ լավ գործեց Առաքելյան ու կատարեց փոխանցում Պողոսյանին Պողոսյան Սահակյան գեղեցիկ արված Գաբրիելյան գրավել է պետք դարպասը այդպես էլ անում է Գաբրիելյանը 6-2 այո City-ն արդեն չկա կասկած որ այսօր հեռանալու է խաղադաշտից 3 միավորով Վեց երկու Անատոլի Գաբրիելյանը նույնպես գոլի հեղինակ է դառնում այսօրվա խաղում City-ի կազմում, իհարկե City-ն շատ լավ հանդիպում անցկացրեց գոլարատ հանդիպում այսօր ստացվեց, բայց City-ն պետք է մտածի վաղը էլ ավելի կարևոր հանդիպման մասին մրցելու են առաջնության անպարտելի թիմերից մեկի Յուվենտուսի դեմ ու պետք է մտածել այդ խաղում իհարկե 3 միավորի մասին նույնպես City-ն եթե կարողանա հաղթել Յուվենտուսին ապա կդառնա առաջին թիմը, որը միավոր է խլում Յուվենտուսից այս մրցաշրջանում։ Չունի առայժմ ոչ մի սայթակում Յուվենտուսը 9 հանդիպում 9 հաղթանակ ու իհարկե վաղը մեզ շատ հետաքրքիր դիմակայություն է սպասվելու Մանչեսթեր Սիթի ու Յուվենտուսի միջև Սահակյանն է գնդակով դեպի Խլղացյանը փոխանցում ճիշտ փոխանցեց այստեղ Խլղացյանը Վարդանյանին կա Կոստենկովի տարբերակը չնկատեց այստեղ Վարդանյանը փոխարենը ուղարկեց գնդակը Արշակ Պողոսյանին, պահել է Պողոսյանը գնդակը դաշտի սահմաններում, Սահակյան, Վարդանյան լավ է խաղարկում City-ին գնդակը ու հիմա հետ փոխանցում ենք տեսնում դեպի Խլղացյանը չեն շտապի իհարկե հիմա City-ի ֆուտբոլիստները պետք է այս վերջին րոպեները հասցնել հանդիպմանը ավարտ ու իհարկե փորձել զերծ մնալ վնասվածքներից, քանի որ կրկնում եմ վաղը City-ն էլ ավելի կարևոր հանդիպում ունի անցկացնելու Կոստենկովի 7-րդ գնդակը նույնպես խփված է City-ի կազմում
Գերա Կոստենկով 7-2 դուբլ Կոստենկովից այս խաղում իհարկե Վարդանյանն էլ դարձավ գոլային փոխանցման եղինակ այս իրավիճակում ու լինենք անկեղծ իսկապես շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց շատ գոլարատ հանդիպում թիմերը մեզ իհարկե գոլերի պակաս թույլ չտվեցին ու արդեն տեսնենք այս հանդիպան վերջի րոպեների ինչպես կընթանան Չոկանդարյանն է շարժվում առաջ գնդակով աջ եզրով կրոս դեպի Տուգանայինի Մատուսներ Խլղացյանը հեռացեց բայց գնդակը բաժին ասավ Ալեքսանյանին հետո էլ արդեն Կոստենկովը հաջող խլում կատարեց Գաբրիելյանն էլ լավ իջեցրեց գնդակը Ալավերդյան նորից Գաբրիելյան կրկին Ալավերդյան հարված կկատարի արդյոք Ալավերդյանը բայց կորցրեցին հարված կատարելու հնարավորությունը Սահակյան Գաբրիելյան լավներ փոխանցում ու այստեղ եթե չեմ սխալվում այս իրավիճակում Մանուչարյանը փակեց գնդակի ճանապարհը Գաբրիելյանի փոխանցման ճանապարհը Չոկանդարյան հիմա Մոնցան է փորձում գրոյի հասնել դեպի կենտրոն Մուսա Ալեքսանյան հարված այստեղ Ալեքսանյանից տեսանք ու Մուրադյանը տիրեց գնդակին հեռացնելով այն Խլղացյան դեպի Սահակյանը փոխանցում ենք տեսնում ու գրոյ տեղափոխություն դեպի Աչեզր Կոստենկովն է այստեղ պայքարում գնդակի համար բայց բարդ էր իրավիճակ ու Հովանիսյանը վերցեց այստեղ գնդակը Արշալույս Պապոյան Ավակյան դեպի աջ Մանուչարյան Հնացական է նեղարկում գնդակ ու գրոյի անցնում աստիճանաբար Մոնցան այսպիսի փոխանցումներով Մուսա Ալեքսանյան դեպի Պապոյանը շատ հաջող էր այս փոխանցումը տեսնենք ինչ որոշում կայացնի Պապոյանը անցումը ստացվեց բայց արդեն Խլղացյանը եկավ օգնության խաղանկերներին ու փոխանցեց Կոստենկովի ուղղությամբ Արագ հակագրոյի անցնում Մանչեսթեր Սիթին, բայց այստեղ գնդակը չհասավ Ալավերդյանին Հիմա արդեն Ալավերդյանի մոտ է վերականգնեց Սահակյանը գնդակը Սիթիի համար Խլղացյան կարխախտում այստեղ Ալավերդյանի դեմ պայքարում ստանդարտ նշանակեց մրցավորը լավն էր փոխանցումը դեպի Ալավերդյանը դեպի աջ Կոստենկով գուցե հեռվից հարվածի այդպես էլ արեց բայց Շեղությամբ ստացվեց Կոստենկովի կատարած հարվածը եւ վերջ հանդիպումը ավարտվեց Սիթին վաստակեց հերթական 3 միավոր ու մրցաշարային աղյուսակում մնաց առայժմ 4-րդ հորիզոնականում այս հանդիպումը ավարտված է մեզ մոտ կարճ դադար է որից հետո վերադառնանք